Ողջույն ուրիշ ֆուտբոլի սիրելի հետևորդներ, օգտվելով կարմիր լույսից շուտ ասեմ ձեզ։ Գնում եմ Ավան ակադեմիա, որտեղ այսօր կայանալու է ԲԿՄ Նոա հանդիպումը։ Նոան նոր գլխավոր մարզիչ ունի Պաբլո Գարսիան։ Դիտելու ենք այդ հանդիպումը Ավանում, հետո հրթիռելու ենք հետ դեպի Հանրապետական մարզադաշտ, որպեսզի այնտեղ ներկա գտնվենք այս տուրի կարծում եմ կենտրոնական հանդիպումներից մեկի, եթե ոչ կենտրոնական, Արարատ Արմինե Սարդարապատ, երկու խաղ 4 ժամում, 5 ժամում, լավ, Երևանի երկու տարբեր ծայրերում փորձենք հասցնել եւ տեսնել ինչ է կատարվում Երևանի մարզադաշտերում։ Եթե դեռ չեք դիտել ուրիշ ֆուտբոլ ալիքում մեր ազգային ստադիոնի հատվածը, որտեղ մենք քննարկում ենք Պաբլո Գարսիայի նշանակումը, անպայման դիտեք, հնարավոր է ձեր համար շատ հետաքրքիր նորություններ բացահայտեք Նոայի նոր գլխավոր մարզչի մասին, իսկ մենք արդեն գրեթե հասել ենք Ավան։ Մինչև ես հասնեմ մարզադաշտ, դուք անպայման հավանեք այս տեսանյութը, անպայման բաժանորդագրվեք ուրիշ ֆուտբոլ YouTube ալիքին եւ միացրեք զանգակը։ Բութը վերև, գնացինք ֆուտբոլ դիտելու։ Հասանք ստադիոն։ Ոնց որ այդքան էլ շատ մեքենա չկա։ Ինչպես Արման Աբելյանն ասում, ողջույն աշխարհի ամենաթերագնահատված առաջնության սիրահարներին։ Ես արդեն Ավանում եմ, ասեմ, որ այս տուրի մնացած երկու խաղերը, որոնք այսօր պատրաստվելու ենք դիտել, այդ խաղերի համար HPL Fantasy-ում շատ համարձակ կանխագուշակումներ եմ արել։ Հիմա կտեղադրեմ այստեղ, տեսնենք այդ կանխագուշակումները իմ ճիշտ են եղել թե ոչ, դուք էլ գրեք մեկնաբանություններում, թե ինչ հաշիվներ եք դուք կանխագուշակել այս երկու մնացած հանդիպումների համար, ԲԿՄ Նոա եւ Արարատ Արմինե Սարդարապատ, հետաքրքիր կլինի տեսնել արդյոք դուք կամ ես գուշակել ենք այս հանդիպումների հաշիվները, թե ոչ։ Այսպիսի տոմս մուտքի մոտ ԲԿՄ Նոա հանդիպման համար հետաքրքիր տոմսը։ Մինչ սպասում ենք մրցող թիմերի խաղադաշտ դուրս գալուն, տարածքում նկատեցինք Ալաշկերտի անձնակազմի եւ թիմի ֆուտբոլիստներին, ովքեր ավարտել են իրենց պարապմունքը հարևան խոտածածկին։ Խաղը անցել է 12 րոպե, առայժմ ամենաակտիվը մարզադաշտում Նոա երկրպագուներն են ու հայ-հայեր Յակովլեշի գոլը։ Շնաց ԲԿՄ-ն եւս պահեր է ստեղծել, մեկը ամենակիչը։ Երկու մարզիչներն էլ ոտքի վրա են, բայց լուր։ Մյուս կողմից է պետք իրացնել անկյունայինը, դարի վազի Գորջան այդքան երկու ձեռքով։ Շատ դժվար խաղ է մրցավարի համար, ոնց որ կողմերը շատ լուրջ են տրամադրված, հատկապես այս երիտասարդը թուրը հանելա եւ իսկական սամուրային վայել շարժու ձևով փորձում է մրցակցի հետ վրեժխնդիր լինել։ Քանի Հայաստանի Պրեմիեր լիգայում ջրային դադար է, գովազդային դադար կլինի մեր եթերում։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube ալիքին, դնել լայք այս տեսանյութին եւ միացնել զանգակը։ Տեսնենք ինչ կփոխվի ջրային դադարից հետո։ Կփոխվի թե չի փոխվի։ Տեսեք, այստեղ հետաքրքիր ցուցումներ են գնում։ Իսկ ԲԿՄ-ում մի փոքր ավելի հանգիստ է կարծես, թեև այստեղ Գյուլբուդարյանցը անհատական պարապմունք է անցկացնում։
այ որ կանգնած չլիներ, այս աղբերը մենք էլ կտեսնենք, թե ինչ է կատարվում։ Չկա ոչինչ, ասում է մրցավարը, բայց այստեղ պարզ երևաց, որ հելան Յակոլիշի մեջքին։ Ասում է վար կա, եթե ինչ կարող եմ լսել, ասում է դե հել, հերիքա։ Ապրի Վարդանը։ Ой! Առաջին խաղակեսն ավարտվեց կարծում անակնկալ ելքով շատերի համար 0-0։ Թիմերը տենց թեթև պահեր ունեցան, բայց որ ասես 100%-անոց գոլային հնարավորություն կար, չէ։ Առայժմ գնում է լարված ֆուտբոլ եւ ինչ որտեղ նաեւ կոպիտ ու կոշտ։ Դավիթ Դավթյանը փոխանցեց Հարություն Մանուկյանին։ Դավթյանը հենց նոայից է եկել ԲԿՄ Վարդաճարով եւ Օդեին Հելդերի փոխարեն մի փոքր անսպասելի փոխարինում։ Իսկ ստեղ ինչ էր, անկյունային նորից ջրային դադար է, որը մի փոքր ուշացավ, կարծում եմ, բայց հանդիպման 70-րդ րոպեն է եւ ընդամենը 20 րոպե մնացել հանդիպման ավարտին։ Յոթանասունմեկերորդ րոպեին Ֆիգերան որոշեց մեր նյարդերի հետ մի քիչ խաղալ եւ ինչ որ հետաքրքրություն մտցնել խաղի մեջ, սխալվեց, հետո անմիջապես փրկեց։ Օրա լավ չեմ, ես ինչ գոլ էր։ Զավեն ուր է իր չկայր։ Շաշվեցին։ Շփած գոլը Մայքլ Ասիրյանի, հատ հավիտով։ 11 մետրանոց ԲԿՄ-ի դարպասին եւ Լազետիչն է կարծես իրացնելու։ Տվեք Զավենին թող դուբլ անի էլի։ Պատասխանատու պահ է։ Ոյ, ինչ էի ասում։ Ստատիստիկայով ով որ գնդակը համբուրում է նոր է խփում, չի խփում։ Եվս մեկ անգամ ապացուցվեց։ Դավթյանը եզրը փոխել է։ Պրծավ դաշտը ընկեր։ Ու նորեկ էս ինչ արեց։ Երեք րոպե մնացել հանդիպման ավարտին, արդեն ավելացած ժամանակն է գնում, ԲԿՄ-ն ինչ որ բան է մտածել։
մարզիչը։ Այ քեզ հետաքրքիր։ Լարված հանդիպում ստացվեց եւ նվազագույն հաշվով Նոան հաղթեց։ Եվ ինչ գոլ խփեց Զավեն Խուդավերդյանը, ում այսքան ժամանակ համառորեն չէր խաղացնում Սանդրո Պերկովիչը, մտավ փոխարինման եւ խփեց։ Գեղեցիկ էր։ Ինչ վերաբերում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստին, ասեմ, որ ըստ իս հանդիպման լավագույնը Պավլովիչն էր, ում եզրում ոչինչ չկարողացան անել ԲԿՄ-ի ֆուտբոլիստները եւ ով նաեւ շատ մեծ հաջողությամբ միանում էր գրողներին եւ սրում էր։ Այսօր նա իրոք լավ տպավորություն տվեց։ Հանդիպումից հետո ներկա գտնվեցինք հետ խաղի ասուլիսներին։ Պաբլո Գարսիայի առաջին ասուլիսն էր, հարցերը շատ էին, բայց կարծում եմ դեռ առիթ կունենանք նրա հետ շփվելու, այդ իսկ պատճառով չեմ կենտրոնանում ասուլիսի վրա, որը ի դեպ կարող եք դիտել Նոայի ալիքում։ Ինչից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսն էր, ում վաղուց կարոտել էինք։ Վերջապես նորից ստացվեց շփվել։ Շատ դրական, շատ էմոցիոնալ, շատ պոզիտիվ զրույց ստացվեց Արմեն Գյուլբուդաղյանցի եւ լրագրողների միջեւ, որը արդեն կարող եք դիտել ԲԿՄ-ի ալիքում։ Դրա համար այս հետխաղի ասուլիսի վրա եւս չեմ կենտրոնանում։ Հուսով եմ շատ հաճախ կհանդիպենք Արմեն Գյուլբուդաղյանցին հետխաղի ասուլիսների ժամանակ։ Մեր աշխատանքի հենց արդյունքը այդ ամենակարևորը։ Մենք այդ տեսանք, փորձեցինք թե պաշտպանությունում, թե անցումների ժամանակ, թե եզրափակիչ փուլում, թե գոլային պայել ստեղծեցինք։ Բացի արդյունքից շատ բաներ գոհացրեց ինձ։ Մինչ օդեին ստորագրությունները բաժանում մենք շտապ ենք հանրապետական մարզադաշտ։ Յուրաքանչյուր ֆուտբոլասեր պետք է իմանա այս քարտի մասին։ Ակբա Digital հավելվածով կարող եք պատվիրել հատուկ ֆուտբոլասերների համար նախատեսված Mastercard UEFA Champions League քարտը, որով վճարումներ կատարելիս կկուտակեք միավորներ, որոնք էլ կարող եք հետագայում փոխանակել նվերների հետ UEFA-ի պաշտոնական on-line խանութում։ Ես արդեն սկսել եմ կուտակել միավորներ։ Հերթը քոնն է։ Պատվիրիր քարտը հենց հիմա Ակբա Digital հավելվածով։ Հասցրեցինք Արարատ Արմենիա Սարդարապատ հանդիպման մեկնարկին կա 10 րոպե, իսկ հանրապետական մարզադաշտի կայանատեղիում այնքան մեքենաներ կան, կարծես այսօր շատ սպասված թոփ հանդիպում լինի։ Բայց հանրապետական մարզադաշտը մարդաշատ չէր։ Տեսնում եք պատկերը։ Հանդիպման 6-րդ րոպեն Արարատ Արմենիան բացում է հանդիպման հաշիվը։ Մանուել Տուլիպան այսօր շատ փոփոխություններ է կատարել մեքենայական կազմում եւ դա առայժմ արդարացնում է իրեն։ Լևոն Պետրոսյանը հավասարեցնում է։ Գերազանց կոմբինացիա արեցին մի քանի փոխանցում եւ Լևոն Պետրոսյանը հերթական գոլն է խփում Հայաստանի պրեմիեր լիգայում։ Գոլային փոխանցման հեղինակը ով է։ Խուդավյանը։ Լևոն Պետրոսյանը համալու։ Ինչ են ուզում Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները մրցավարից։ Դեռ քննարկում են։ Ինչ են քննարկում այսքան երկար։ Զավեն Հովհաննիսյանը գնում է վառը դիտելու, իսկ ինչու՞մն է խնդիրը։ Կարիք կա ավելի մոտիկից նայելու միգուցե։ Նորոն եւս ցանկանում է տեսնել, թե ինչ է կատարվել։ Վերջին հայացքը նետեց եւ ինչ որոշում է կայացնում մրցավարը։ Գոլ։
Եվ ջրային դադար։ Ալվինթերան չի հանձնվում, դեռ քննարկում է մրցավարի հետ։ Այնպիսի տպավորություն է, որ այս հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվելու է 1-1։ Եվրոպյան։ Ոչ այս անգամ։ Սեյվ էր, այս ինչ հարված է։ Սարդարապետի ֆուտբոլիստները շատ հետաքրքիր տակտիկա են կիրառում ամբողջ խաղի ընթացքում։ Ժամանակ են ձգում։ Ինչ է պատահել։ Գնդակն է պետք փոխել։ Ինչ կահանքում է։ Եվ ինչ սխալ փոխանցում։ Ասա։ Լավն է։ Բաց է։ Վեց, խաղն ավարտված է։ Ինչ են ուզում այստեղ Սարդարապետի մարզչից Արմենիայի մարզիչները։ Փաստորեն այսօր ֆենթեզիում իմ կանխատեսումներից միայն մեկը իրականացավ, Արարատ Արմենիա Սարդարապետ խաղի հաշիվը 1-1 է կանխատեսել եւ այդպես էլ ավարտվեց, թե վերջում շատ մեծ ճնշում կար Սարդարապետի դարպասին եւ թվում էր թե որը պետք է Արարատ Արմենիան խփի երկրորդ գոլը։ Իհարկե այսօր Արարատ Արմենիան մի փոքր այնպիսի կազմով էր խաղում, որը թույլ կտար իրենց ավելի լավ պատրաստվել եւ ամբողջ ուժով խաղալ պատասխան խաղում Եվրոպա լիգայի փլեյօֆի։ Դա նաև հասկանում էին Սարդարապետի ֆուտբոլիստները եւ դա նաև թույլ տվեց այսօր Սարդարապետին պատմական 1 միավոր վաստակել Արարատ Արմենիայի հետ խաղում։ Այնով է այնտեղ։ Բարև Արման։ Շատ լավ խաղ էր, ինձ դուր եկավ այս խաղը եւ ես մեծ սպասումներ ունեի Սարդարապետից եւ շարունակում այս մրցաշրջանում մեծ սպասումներ ունենալ Սարդարապետից եւ տեսնենք թե ինչպես կընթանա։ Ընդամենը 4-րդ տուրն է, թե 3-րդ տուրն է։ Այս 4-րդ տուրն է թե 3-րդ։ Այս 4-րդ տուրն է թե 3-րդ։ 4-րդ։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընդամենը 4-րդ տուրն է եւ դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Լավ, շատ չխոսեմ, գնանք Տուլիպայի եւ նաեւ Տորեսի Ասուլիսին հետ խաղիա, տեսնենք թե ինչ են ասում մարզիչները։ Գործընկերներ սկսում են կարողանալ Տորեսի ամբողջ մտքերը երկու բառով Սարդարապետի խաղային պլանը այնպիսին էր, որ նրանք զրկեն Արարատ Արմենիային կենտրոնով գրողները կազմակերպելու հնարավորությունից եւ հնարավորինս գցեն խաղի տեմպը,
Կարծում եմ դա իրենց մոտ ստացվեց անել լավագույնս եւ արդյունքում 1-1 ոչ ոքի վաստակած 1 միավոր Պրեմիեր լիգայի նորեկի համար։ And the strongest team in the league, but we are really happy the way we competed and we show that we are able to compete this level. Arman Մանուել Տուլիպայի ասուլիսին եւս շատ չենք անդրադառնա, այն կարող եք դիտել Արարատ Արմենիայի YouTube-յան ալիքում, բայց այն, որ թիմը այսօր կարևորագույն երկու միավոր կորցրեց, կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, թեև առջևում շատ կարևոր եւ պատասխանատու խաղ կա։ Եվրոպա լիգայի play-off փուլի պատասխան հանդիպումը, որում պետք է հաղթել, անպայման հաղթել։ Հաջողություն մաղթենք Արարատ Արմենիային այդ խաղում։ Atacar en las bandas. Eso se consiguió a él, ¿o no? Մանուել Տուլիպայի ասուլիսը բավական երկար տևեց ինչպես միշտ եւ ինչպես տեսնում եք անգամ հանրապետականի լույսերն են անջատվել Երևանում ժամը 23:53 է եւ այսօր առաքելությունը կարելի է ավարտված համարել երկու հանդիպում, երկու հետաքրքիր խաղ եւ երկու շատ տարբեր արդյունք։ Նոան շատ դժվար կարողացավ հաղթել ԲԿՄ-ին, իսկ Սարդարապատը շատ դժվար կարողացավ 1 միավոր վաստակել Արարատ Արմենիայի հետ խաղում։ Ժամանակն է գնալ տուն, քանի որ վաղը արդեն աշխատանքային օր է եւ նոր մարտահրավերներ։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք եւ միացնել զանգակը։ Գնացինք։ Եվ դե իհարկե հո սոված չենք մնալու այս գիշերվա կեսին, այսքան ֆուտբոլից հետո աղցան ընտրում Արմանը, ես ընտրում եմ մշտական հավի քյաբաբը։ Շո՞։ Այս սենց աղցան ես ընտրում, վերջում մեկա քյաբաբ ես ուտում։ Կյանքն էլ է տենց։